Ասա տոնը չէ։ Արդես ինձ կներեք, որ այսքան ուշ եմ միանում։ Հիմա այսա բոլորին եմ կնեմ։ Ինչ ենք սպասիելով կմիանա, ընթացքում միացողները կմիանան, հիմա սկսենք դասը։ Բարև ձեզ։ Արդես։ Իմ ձեն նորմալ լսում է, չէ՞։ Էկրան նորմալ երևում է։ Մեծացրած տարբերակով է հիմա։ Մեծացրած տարբերակով ֆերմա։ Հա, լավ է։ Լավ։ Եկեք սկսենք անցած թեմաներից ինչ-որ հարցեր կա կինետիկաներից։ Եթե չկա, անցնենք առաջ։ Նախ մի փոքր սկսենք նախորդ թեմայից։ Նախորդ թեմայում մենք քննարկեցինք ռեակցիայի մեխանիզմը, ընդհանուր ինչ է սա կազմված փուլերից, միջանկյալ միացությունից, ակտիվ կոմպլեքսից, ռեակցիան լիմիտավորող փուլից, հասկացանք, որ ռեակցիայի արագության օրենքը գրելիս տվյալ փուլի համար, ոչ թե ընդհանուր ռեակցիայի համար, տվյալ փուլի համար արկերը հենց իրանք գործակիցներն են, բայց միևնույն ժամանակ հիշում ենք, որ ռեակցիայի օրենքը գրելուց, այսինքն ամբողջական ռեակցիայի իր արկը մենք կարող ենք որոշել միայն էքսպերիմենտալ տարբերակով։ Այսինքն այստեղ նկարում ես բաժակներով ոնց որ ցուցադրված է մեր ցուցադրված է ինչպես է օրինակ ամեն ցակարը ինքը ոնց որ ռեակցիա մի հատ փուլ է ու կախված է որտեղ է փոքր ցակարը տրամբանական է այդտեղ ջուրը կուտակվելու է եթե ջուրը կուտակվելու է նշանակում մենք արագությունը դանդաղացնելու է վերջնական մեր անոթի լսման համար եւ մյուս նկարում ցուցադրված արդեն տարբեր մոլեկուլարություն ունեցող ռեակցիաների օրինակներ ունիմոլեկուլյար երկմոլեկուլյար եւ երմոլեկուլյար ու հասկանալի է որ երմոլեկուլյար երկու տեսակ կարա եղնի որ նույն մասսիկներն են իրար հետ կախվում իսկ երմոլեկուլյարում նաեւ կարա երկու տարբեր մասնիկներ իրար կախվեն իսկ տրիմոլեկուլյարում այդ կոմբինացիաների քանակը ավելի շատ է բայց ավելի շատ հանդիպողը ինքը երմոլեկուլյար ռեակցիաները իրանք բավական շատ քիչ են հանդիպում արդեն հասկանում ենք ինչի որովհետև միաժամանակ 3 հատ մասնիկի փոխման հավանականությունը շատ ցածր է բայց ավելի շատ հանդիպում է հենց այս A+B տեսակիները ինչ որ հստակ բացատրություն չկա զուտ այս տեսակի ռեակցիաները ավելի շատ են իմ պրակտիկայում հանդիպել անցնենք առաջ հա հասկացանք որ կա ռեակցիան ինքը կազմված է լիքը փուլերից այսինքն ռեակցիան մի հատ տարբեր փուլերից կազմված ինչ որ մեծ պատմություն է իսկ կարելի է նաև այդ փուլերը միավորել ու ինչ որ ավելի պարզ այսինքն ռեակցիայի մեխանիզմը բաժանել ավելի պարզ հատվածների այդ պարզ հատվածները ոնց որ կոչվում են բարդ ռեակցիայի մեխանիզմներ այսինքն հիմնականում մեր ռեակցիաների մեխանիզմները կարող են կառուցել 3 տեսակի բարդ ռեակցիաների հիման վրա դրանցից առաջինը դարձելի ռեակցիաներն են բոլորս գիտենք դարձելի ռեակցիաները որոնք են կա կինետիկ սահմանում դարձելի ռեակցիաների, կա թերմոդինամիկ սահմանում, մենք այդտեղ ավելի շատ իրանց կինետիկ հատվածին ենք ուսումնասիրելու, դարձելի է, այսինքն ինչա նշանակում, որ դարձելի է, այսինքն ինչ որ ժամանակի պահին, օրինակ ունեցել ենք մենակ A ռեագենտը, A ռեագենտը ժամանակի ընթացքին սկսել է ծախսվել, ծախսելու ընթացքում մեկ մի րոպե, տեսա երևում է չէ կարմիր կետը Այո։ Սակայն մակնիկն էլ է երևում։ հա
ակետը ա ելանյութը կամ ասիս նվազում է, բայց տեսեք ժամանակի ընթացքում բենել շատանում է։ Ու այնպիսի պահ ստեղծում, որ ան ժամանակի ընթացքում այլևս կոնցենտրացիան չի փոխում, եթե այ կոնցենտրացիան չի փոխում, հետևաբար բենել է հաստատուն մնում։ Այսինքն նրանք եկել են ինչ-որ մի պահի, որ երկուսի կոնցենտրացիաները չի փոխվում, բայց դա չի նշանակում, որ իրանք գտնվում են ստատիկ վիճակում, այսինքն ամնում բեն բեյ ամնում ընդհանրապես փոփոխություն չի լինում, դա դինամիկ հավասարչություն է, այսինքն տվյալ պահին միաժամանակ ան վերածում ինչքան ան վերածում բեյ համապատասխան բեն է վերածում այն, այսինքն դինամիկ process է, մեր քիմիայում ու բնության մեջ ստատիկ process-ներ գոյություն չունեն։ Հիմա գրենք այս ռեակցիայի արագության օրենքը։ Հիշում ենք, որ սա DADT-ն I ծախսման արագությունն է։ Հիմա հասկանանք I ծախսման արագությունը ինչի է հավասար։ Հավասար պետք է I ծախսման արագություն։ Ու տեսեք այստեղ մեկ րոպե։ I ծախսման արագությունը այսինքն հավասար է լինում in արագությանը, երբ որ P-ը առաջանում, այսինքն I առաջացման արագությունն է, DADT-ն կներեք։ DADT-ն I առաջացման արագությունն է այս դեպքում լինում, ու ան առաջանում է, երբ որ B-ն փոխարկվում է I, երբ որ B-ն դառնում է A, իսկ B-ն ինչ արագությամբ է դառնում, կա մինուս 1 անգամ B, բայց մյուս կողմից էլ ան դառնում է B, ինչ արագությամբ է ան դառնում B, երբ որ A անգամ կա 1 հակառակ նշանով, այսինքն այս դեպքում մինուս ենք վերցնում, որովհետև ինքը ծախսում է, այսինքն B-ից A առաջանում է, դրա համար ինքը պլյուսով է, գրում ենք A մինուս 1 անգամ B, իսկ ծախսումը, երբ որ ան դառնում է B, դա մեր ան նվազում է, այսինքն արագությունը I առաջացման նվազեցնում է, I ծախսումը, դրա համար կա 1 անգամ A ենք անում։ Այսինքն I առաջացման արագությունը հավասար է մինուս կա 1 անգամ A, մարած կա մինուս 1 անգամ B, որտեղ կա մինուս 1 B-ն ցույց է տալիս I առաջացման մասը, մինուս կա 1 A-ն I ծախսման մասը։ Հիմա կարող ենք նաև կատարել այսպիսի մոտարկում, երբ որ հավասարչությունն է մեր մոտ ձևակերպվել, այսինքն ինչ որ ժամանակ հետո, օրինակ x ժամանակ հետո, մենք գիտենք, որ ան այլևս չի առաջանում, որովհետև հավասարչությունն է, այսինքն ինչ արագությամբ առաջանում է, նույն արագությամբ ծախսում է, այսինքն DADT-ն հավասար է լինում 0-ի, ինչ որ ժամանակ անց։ Հետևաբար կա 1 անգամ ան հավասար է լինում կա մինուս 1 B-ի, կամ հավասարման ոնց որ մինուս 1 կամ անգամ ան տեղափոխում ենք հավասարման մյուս կողմը ու ունենում ենք այսպիսի արտահայտություն, որտեղից հետո մենք ստանում ենք, որ B-ն հարաբերած I հավասար է կա 1-ը հարաբերած կա մինուս 1-ի, որը հավասար է մեծ K-ն։ Մեծ K-ն մեր մոտ հավասարության հաստատումն է, որը թերմոդինամիկայի ժամանակ եք դուք ծանոթացել իր հետ ու նաև ծանոթացել եք իր ու գիպսի ազատ էներգիայի միջև կապը, երբ որ գիպսի ազատ էներգիայի արժեքը գիպսի ազատ էներգիայի փոփոխության արժեք հավասար է լինում 0-ի, մեր մոտ հավասարակշռություն է ձևավորվում, բայց այդ թերմոդինամիկայից է, այստեղ կինետիկա։ Դարձելի ռեակցիաներից ինչ որ հարցեր կար, դե չկա, անցնենք այն մյուս տեսակներին։ Հաջորդը, դարձելի ռեակցիաների օրինակներ են պատկերված, օրգանական օրինակա, օրգանական օրինակը էսթերների ռեակցիաներն են, էսթերները իրանք հանդիպում են տարբեր բնական միացություններով, իրանք շատ հետաքրքիր յուրահատուկ հոտեր ունեցող միացություններ են ու տարբեր մրգերում, տարբեր հյութերում ոնց որ տարբեր տեսակի եթերներ կան, որոնք տվյալ հյութերին, տարբեր խառնուրդներին շատ յուրահատուկ հոտ են տալիս, տարբեր մրգերի հոտեր են տալիս, իրանք կազմված են էսթերները կազմված են թթվային, կարբոնաթթվային մասից և սպիրտային հատվածից,
Հիմա առաջին ռեակցիան մեր մոտ էսթերացումն է հիմնային միջավայրում։ Այսինքն տեսեք, մեխանիզմը շատ մանրամասն չքննարկի, որ հիմքի ազդեցությամբ մեր մոտ առաջանում է քասախաթթվի էթիլ էսթերը, այսինքն մեր մոտ էթանոլն է, մեկ է քասախաթվում։ Այդ միևնույն ժամանակ հիմնային միջավայրում մենք գիտենք, որ քասախաթթվի էթիլ էսթերը հիդրոլիզում է ու առաջանում այլի քասախաթթու էթանոլ։ Այսինքն ռեակցիան երկու ուղղությամբ ընթանում է։ Իսկ մեխանիզմը առավել մանրամասն կքննարկենք օրգանական քիմիայի դասընթացների ժամանակ։ Հիմա չկանգնենք մեխանիզմին։ Այստեղ կարևոր է հասկանանք, որ էսթերացման ռեակցիան, այսինքն սպիրտի եւ կարբոնատի միջև ինքը դարձելի process է, այսինքն կամ առաջանում է մեր մոտ էսթեր, էսթերներ, հետո հիդրոլիզմը առաջանում է էթանոլ եւ կարբոնատ թու։ Հաջորդ օրինակը արդեն մի քիչ ավելի բարդ է ու մի քիչ ավելի հետաքրքիր է։ Զուգահեռ ռեակցիաներն են։ Զուգահեռ բառը ինքը արդեն է հուշում տալի, որ մեր մոտ ռեակցիաները ընթանում են զուգահեռաբար։ Ու ամենակարևոր պայմանը այն է, որ մեր մոտ այս ռեակցիաները իրար հետ կապ չունեն։ Այսինքն ռեակցիաները իրարից անկախ են ընթանում։ Եթե իրարից անկախ ընթանան, արդեն իրանք մեր համար զուգահեռ չեն։ Հիմա եկեք ուսումնասիրենք իրա կորը։ Այ կոնցենտրացիաները ժամանակի։ Ունենք A ելանյութը։ A-ն տեսեք, անդարձելի վերածում B-ի եւ C-ի, այսինքն ժամանակի ընթացքում մեր մոտ A-ն ամբողջությամբ ծախսվելու է։ Ու կախված որի արագությունն ավելի մեծ, այսինքն կա մեկն է մեծ, թե կա երկուսն է ավելի մեծ, մենք կարող ունենանք տարբեր ոնց որ բարձրություններ։ Տեսեք, որ այստեղ C-ին ավելի արագ առաջացել, քան B-ն, որովհետև C-ի կոնցենտրացիան ավելի մեծ է ժամանակի ընթացքում, քան B-ն։ Սա նշանակում է, որ այս դեպքում մեր մոտ ռեակցիայի այս գրաֆիկի համար կոնկրետ կա երկուսը ավելի մեծ է, քան կա մեկը, որովհետև C-ն ավելի շատ է առաջացել։ Հիմա միասենց արագ տեսական հարց տամ, ով որ գիտի չաթում գրեք, որն է այս մեխանիզմում կոնկրետ այս գրաֆիկի համար, այսինքն հասկացանք, կոնկրետ այս մեխանիզմում, որ եթե որը համապատասխանում է այս գրաֆիկին, կա երկուսը մեծ է կամ մեկից։ Որ փուլն է լիմիտավորող փուլը այս մեխանիզմի դեպքում։ Զուգահեռ ռեակցիաների դեպքում որ փուլն է լիմիտավորող փուլը, այս C-ն թե այս B-ն։ Հիմա այստեղ մեծ մասով նշել եք այս B տարբերակը։ Սա ճիշտ կլիներ այն դեպքում, երբ որ մեր ռեակցիաները սովորական հաջորդաբար, հեսա նկարը բացեմ, այս ջրի նման իրար հաջորդաբար լցվեին։ Բայց հիմա պատկերացրեք, որ մեր մոտ կա երկուսը ավելի մեծ է, այսինքն այդ C արագությունը ավելի մեծ է։ Այսինքն շատ մեծ արագությամբ մենք ունենում ենք C ու A էլ չենք ունենում։ Հիմա ինչքան է ուզում այս B արագությունը դանդաղ եղավ, մեկը մեր մոտ A-ն արդեն C-ի համար ծախսվել է, մենք A չունենք, որ B-ի համար գնա, այսինքն զուգահեռ ռեակցիաներում այս զուգահեռ դեպքում, որ ունենք այս B, այս C, մեր մոտ լիմիտավորող փուլը, լիմիտավորողը չի նշանակում, որ ինքը դանդաղ է։ Լիմիտավորող նշանակում է մեր արագության մեր ռեակցիայի արագությունը որոշող փուլը, ամենաարագ փուլը, այսինքն այս C-ն, որովհետև սա նշանակում է, որ մեր A-ն ավելի արագ ծախսվում է։ Եթե արագ ծախսվում է, այսինքն A-ն ծախսվեց, всё, ռեակցիան ավարտվեց։ Այսինքն ինչ արագությամբ ինքը, եթե շատ մեծ արագությամբ է ծախսվում, հետեւաբար մեծ արագությամբ մենք կփոխվի ռեակցիան կավարտվի, որովհետև էլ չի մնա A, որը փոխարկվի դեպի B։ Այսինքն զուգահեռ ռեակցիաների դեպքում մեր մոտ լիմիտավորողը արագ փուլը։ Հասկանալի է ինչից A-ից C-ն է այս դեպքում մեր մոտ լիմիտավորողը, ոչ թե A-ից B-ն։
որովհետև հիմնականում ինքն է արագ ծախսվելու ու եթե ինքը ծախսվեց, էլ ինքը չի մնալու, որ դանդաղ փուլին մասնակցի։ Եթե հարցը այցն է իր համար լիմիտավորողը, որովհետև հասկանալի է։ Լիմիտավորող նշանակում է ռեակցիայի արագություն որոշող, ոչ թե ոնց որ ամենադանդաղ փուլը։ Դրա համար մենք պետք է հասկանանք, որ դեպքում արագությունը որ դեպքում որ փուլից է կախված ռեակցիայի արագությունը։ Ու ռեակցիայի արագությունը կախված է լինում այն փուլից, երբ որ ռեակցիան ավարտվում է, երբ որ A չկա, A-ի ելանյութը ավարտվել է։ Իսկ մեր A ելանյութը ավելի մեծ արագությամբ փոխարկվում է C-ի, այսինքն ինչ տեսականորեն կարելի, իսկ B-ն օրինակ շատ դանդաղ։ Այսինքն մոտավոր ինչ արագությամբ ինքը C դառավ, այդ արագությունն էլ է լինում մեր մոտ լիմիտավոր։ Եկեք պատկերացնենք, որ մեր ռեակցիայի արագությունը A-ից C 100 է, A-ից B 1 է։ Այսինքն 100 A-ից C մեր մոտ A-ից C-ի դեպքում մեր մոտ 100 մոլ լիտր վարկյան է, իսկ A-ից B 1 մոլ լիտր վարկյան։ Ունենք ընդամենը 100 մոլի մասնիկ թթվածին։ 100 մասնիկ A։ Հետևաբար, այսինքն որպեսզի մենք կարողանանք հաշվենք այն ժամանակը, որ տեղի ունեցել ռեակցիան, կարելի է մոտավոր ռեակցիայի կոնցենտրացիան բաժանել իրանց արագությունների վրա։ Հիմա տեսեք, A-ից C 100 էր ինքը ընթանում, եթե առանձին մենակ A-ից C-ն վերցնենք, երբ որ 100 հատ A ենք ունեցել ու ինքը 100 մոլ լիտր վարկյան արագությամբ ծախսվել է, մենակ A-ից C։ Այդ տևողությունը մեր մոտ լինելու է 100-ը բաժանած 100, այսինքն մի վարկյանում մեր մոտ այս ռեակցիան ընթանալու էր։ Իսկ A-ից B փուլը եթե առանձին դիտարկենք, եթե իր արագությունն է 1 մոլ լիտր վարկյան վերցնենք, մեկը բաժանելու ենք 100-ի, այսինքն կներեք 100-ը բաժանելու ենք 1-ի ու ունենալու ենք 100 վարկյան։ Տրամաբանորեն հիմա եթե երկու ռեակցիաները միաժամանակ են ընթանում, այսինքն A-ից C փուլը մեր մոտ տևելու էր մի վարկյան, A-ից B փուլը առանձին եթե լիներ 100 վարկյան։ Տրամաբանորեն, այսինքն A-ից C-ն մի վարկյանում կընթանա, որովհետև կարելի ասել մեր մոտ A-ից C արագությունը այդքան մեծ արագ է, 100 անգամ ավելի արագ է, քան A-ից B։ Հասկանալի է A-ից C-ն ինչի է ինքը լիմիտավորողը։ Հիմա եկեք արագության օրենքները ուսումնասիրենք արդեն։ Հիմա A-ի առաջացման արագությունն ենք ուսումնասիրում։ Հասկանալի է, որ մեր մոտ A չի առաջանում, մեր մոտ մենակ կան ծախսում է։ Տեսեք, երբ որ ժամանակը ձգտում է սահմանության, այդ կոնցենտրացիան 0 է, այսինքն ունենում ենք A-ի արագությունը ինչ արագությամբ ծախսվում է, A1 անգամ A ու մինուս նշանը, այսինքն մեր մոտ A-ն դեպի ձգտելու է 0-ի, մինուս A1 անգամ A, մինուս A2 անգամ A։ Քանի որ ինքը ծախսում է մենակ, դրա համար մինուս նշաններով է։ Իրա ծախսումը իմ մինուս է, առաջացումը կլիներ պլյուսով, բայց մեր մոտ չի առաջանում։ Հետևաբար հաջորդ քայլում կարող ենք անընդհանուր վերցնել ու տեսեք, ինքը նման է առաջին կարգի ռեակցիաների օրենքին, այսինքն կարելի ասել, որ ոնց որ եթե այստեղ կամ մեկ գումնաս կա երկուսը փոխարինենք ինչ որ կարճ տրիխով, մեր մոտ կլիներ մինուս dA dT-ն հավասար է կարճ տրիխ անգամ A, որը առաջի կարգի ռեակցիաներին է բնորոշ։ Իսկ առաջի կարգի ռեակցիաների դեպքում մենք հիշում ենք, որ A-ն հավասար է A0 անգամ Y մինուս K անգամ T, իսկ մեր այս դեպքում K-ն հավասար է լինում K1 պլյուս K2։ Այսինքն ինքը լրիվ առաջի կարգի օրենքին է ենթարկվում, ինքը առաջի կարգի ռեակցիաների օրենքին։ Հիմա հաջորդ հարցը մեր մոտ առաջանում է ինչ հարաբերությամբ կլինեն B-ն եւ C-ն ժամանակի անսահման ժամանակ հետո, որովհետև տրամաբանորեն մեր մոտ B-ն է առաջանում ու C-ն է առաջանում, ու այս B-ն ու C-ն իրարից անկախ են, այսինքն ինչքան B առաջացել, ինքը B մնում է, ինչքան C առաջացել, ինքը C մնում է։ Անսահման ժամանակ հետո ինչքան առաջացած կլինեն։ Ու պատահելով
ու հիմա գրենք B-ի առաջացման արագության օրենքը հավասար է լինում կամ 1 անգամ A, որովհետև ինքը կամ 1 S կամ միայն S փուլում է առաջանում։ Իսկ D-C-D-T-ն հավասար է լինում K2 անգամ A։ Կատարելով ոչ դեպողություններ ստանում ենք, որ անսահման հետո B-ի հարաբերությունը C-ի հավասար է լինում կամ 1-ի հարաբերությունը K2-ի։ Այսինքն տրամաբանական, այսինքն եթե այն դեպքում մեր մոտ օրինակ կամ 1-ը K2-ը 100 անգամ մեծ է կամ 1-ից, նշանակում է, որ մեր մոտ C-ն 100 անգամ ավելի շատ առաջացել, քան B-ն։ Դու տեսա, ինքը շատ հեշտ իջող մաթեմատիկական արտահայտություն է, այսինքն իրան պետք չէ sense դուրս բերում իմանալ, որ կանալ այս բանաձևը հասկանալ։ Զուգահեռ ռեակցիաների դեպքում անսահման, երբ որ B-ն ու C-ն անսահման են արդեն լինում կոնցենտրացիաները, անսահման նշանակում է ժամանակի անսահման պահին։ Իրանց հարաբերությունը իշխում է համապատասխան փուլի արագության հաստատումների հարաբերությանը։ Հիմա քննարկենք օրինակ զուգահեռ ռեակցիաների, էլի օրգանական է զուգահեռ ռեակցիաների էլիմինացման, մեկ էլ հիդրոքսիլացման ռեակցիա։ Հիդրոքսիլացման ռեակցիան էլ հիմա չենք քննարկի ինչ մեխանիզմներով են ընթանում, էլի մեզ հետաքրքիր չի, բայց տեսեք, երկու տարբերակ է հնարավոր։ Հնարավոր է, որ հիմքի ազդեցությամբ մեր էթիլբրոմիդից H-բրոմ փոխվի, որ հետագայում կառաջացնի կալիում բրոմ ու ջուր, ու էթիլեն է առաջանում։ Մյուս տարբերակը մեր մոտ, երբ որ բրոմի տեղը ունենանք OH, այսինքն կալիումի OH-ը, բրոմի տեղը, իսկ բրոմը ու առաջանա կալիում բրոմ։ Իսկ ոնց են տեղի ունենում ռեակցիաների մեխանիզմները, էլի օրգանական քիմիայի դասախոսությունների ընթացքում կքննարկենք։ Եվ մյուս տեսակի ռեակցիաները դա օրինակ ֆենոլի նիտրացման ռեակցիաներն են, ֆենոլը հիմնականում առաջացնում է օրթո ու պարա տեղակալումներ, մետա իրան բնորոշ չի, այսինքն իր համար երկու այս տարբերակներն է, օրթո ու պարա տարբերակները։ Ինչ որ հարցեր կա զուգահեռ ռեակցիաներից։ Եթե չկա, անցնենք հաջորդ տեսակի։ Որ ընթացքում հարցեր առաջանան, որ հիմա չկային, կարող հանգիստ էլի չաթում գրեք, հարցնեք, հետ կվերադառնանք կքննարկենք։ Հաջորդ տեսակը արդեն հաջորդական ռեակցիաներն է։ Երբ որ A-ից առաջանում է B, B-ից առաջանում է C։ Այս դեպքում լիմիտավորող փուլը մեր մոտ ամենադանդաղ փուլն է լինում։ Այսինքն եթե կամ մեկը շատ փոքր թիվ է, տրամաբանորեն մեր ռեակցիան ոնց որ լրվելու է, ասենց ասած, այս փուլի վրա, մինչև այս փուլը չգնա A-ից B-ն, ինքը մեկացե չի առաջանալ։ Եթե B-ից C-ն է դանդաղ, ինքը գալու է ու կանգնի այս փուլի վրա, ինքը չի գնալու հաջորդ փուլերին։ Ու եկեք հիմա իրա կորերը ուսումնասիրենք, տեսեք, այստեղ երկու տարբեր կորեր է տրված։ Հիմա տեսեք, A-ն տրամաբանորեն ժամանակի ընթացքում ինքը նվազում է։ Երկու A-ից B տարբերակներում ժամանակի ընթացքում նվազում է։ Բայց մեր համար այս դեպքում ավելի sense կարևոր է B-ի ու C-ի տեսեք բարձրությունների տարբերությունը։ Հիմա C-ն է տրամաբանորեն ժամանակի ընթացքում ինքը աճելու է, դառնալու է A-ի կոնցենտրացիայի քանակին, այսինքն եթե մենք ունեցել ենք 1 մոլ A, անսահման ժամանակ անց մենք ունենալու ենք 1 մոլ C, որովհետև ինչքան ծախսում է, այնքան է պրոդուկտ առաջանալու է։ Հիմա B-ն է ավելի հետաքրքիր։ Տեսեք, B-ն առաջանում է ու ծախսում է, այսինքն ինքը ունենում է ինչ որ X ժամանակ հետո պիկ, օրինակ երկրորդ B տարբերակում պիկը ավելի sense արտահայտված է։ Ու ինչ որ հետո X ժամանակից սկսած ինքը սկսում է նվազել։ Այսինքն B-ին մեր բնորոշ է ինչ որ B-max կոնցենտրացիա։ Հիմա առաջին դեպքում K2-ը մեծ է կամ 1-ից։ K2-ը մեծ է կամ 1-ից, նշանակում է, որ մեր ռեակցիան եկե կանգնել է A-B փուլում, այսինքն մեր համար լիմիտավորող փուլը A-ից B փուլն է։ Դա նշանակում է, որ հենց մեր մոտ B նյութը առաջանում է, մի փոքր էլ է հենց ինքը առաջանում, ինքը շատ բարձր ժամանակ հետո ծախսելու է C, որովհետև B-ի C փուլը շատ մեծ արագությամբ է, այսինքն եթե ունենք A-ից B,
մի հատ ան դարավ օրինակ 10 րոպեում B, օրինակ այդ արագությամբ, որ մի հատ ան 10 րոպեում է դառնում B։ Հետո մի վայրկյանում էս B-ն դառնաց C օրինակի համար։ Ու տեսեք դրա համար B-ի կոնցենտրացիայի B max-ը շատ փոքր է, որովհետև հենց ինքը B-ա դառնում, ինքը շատ կարճ ժամանակ հետո միանգամից փոխարկում է դեպի C։ Մյուս դեպքում մեր մոտ կա երկուսը փոքր է կամ մեկից, այսինքն լիմիտավորող այգնում B-ից C փուլը, այսինքն մենք ան շատ մեծ արագությամբ, այսինքն մի վայրկյանում, ոնց որ sense կոպիտ ասած, I կեսը դառնում է B, բայց հետո B-ից C-ն ամեն մի փոխարկում է ոնց որ 10 րոպե տևի կոպիտ ասած, sense ինչ որ պայմանական թվեր եմ հիմա ասում։ Դրա համար մենք ունենում ենք կարճ ժամանակ անց A-ի կոնցենտրացիայի աճ, որից հետո շատ հանդաղ արդեն C-ի կոնցենտրացիան է սկսում աճել։ Դրա համար այս դեպքում B-ի կոնցենտրացիան ավելի մեծ է, իր B max-ը ավելի մեծ, ինքը տեսեք համարյա մեր I կոնցենտրացիային է ոնց որ ուզում ձգտի։ Տրամաբանորեն ինչքան K երկուսը փոքր եղավ, եթե K երկուսը ձգտի 0-ի, տեսականորեն մեր B կոնցենտրացիան B max-ը հավասարվի I կոնցենտրացիային։ Չէ, երբ որ K մեկը հավասար է լինում K2-ի, էլի ընթանում է։ Ուղղակի ավելի ոնց որ կտեսեք, այս երկու գրաֆիկների միջին տարբերակն է լինել։ Ոնց որ այս երկու գրաֆիկները իրար գումարեք, այսինքն զուտ էլի ընթանում է, պրոստը ստեյք B-ի կոնցենտրացիան B max-ը շատ փոքր է, ստեյի B max-ը շատ մեծ է, կլինի ինչ որ միջանկյալ տարբերակ ուղղակի։ Ինքը ընթանալու է։ Այսինքն ինչ արագությամբ B-ն առաջանում է, այդ արագությամբ B-ն ծախսում է։ Իսկ դա կարելի ասել, հեսա որ հեսա քննարկենք, դա մեր մոտ կվազիստացիոնար ոնց որ կարելի ասել կվազիստացիոնար մոտակման ինչ որ լոգիկայի հատված է, ինչ արագությամբ B-ն առաջանում է, այդ արագությամբ ծախսում է։ Հավասարը մի քիչ եթե ճշգրտացնենք, հավասար չեմ հասկանում ինչի, հավասար ինքը լինում է այս մեր առաջի գրաֆիկի B max-ից մի փոքր ավելի մեծ, բայց ավելի փոքր քան այս մեր երկրորդ տարբերակը։ Կարծեմ խնդիր կա, այսա որ մի հատ խնդրի մասը հասնենք, պետք է ավելի պարզ լինի։ Այսինքն ինքը միջանկյալ տեղ է գրավելու այս երկու գրաֆիկների A ու B գրաֆիկներին, որովհետև մի դեպքում K1-ն է մեծ K2-ից, մյուս դեպքում K2-ն է մեծ K1-ից, երբ որ հավասար է, ինքը ավելի միջանկյալ դիրքում է լինելու։ Հավասարը, որովհետև սենց չեմ հասկանում, հավասար ում նկատմամբ, ինչին է հավասար լինելու։ Ուղղակի B-ի կոնցենտրացիան ավելի միջին դիրքում է լինելու, քան այս երկու ծայրահեղությունների դեպքում։ Ոնց որ սրանք երկու ծայրահեղություններն են, երբ որ առաջի փուլն է լիմիտավոր, երբ որ երկրորդ փուլն է լիմիտավոր։ Իսկ նա ավելի միջանկյալ դիրքում է լինելու։ Եթե հարց կա կամ եթե ինչ-որ բազմած մնաս այս հարցից, կարող ենք էլի քննարկել, բայց կարծեմ հենց մի րոպե։ Հեսա մի քիչ հետո ավելի մանրամասն գրաֆիկով կհասկանանք, եթե որ K1-ը հավասար է լինում K2-ի, եթև փոքրիկ խնդիր կա։ Այդ փոքրիկ խնդրի շուրջ էլ ավելի մանրամասն կքննարկենք K1-ը, երբ որ հավասար է լինում K2-ին։ Հիմա DADT-ն հավասար է մինուս K1 անգամ A, DADT-ն հասկացանք A-ի ծախսման արագությունը, անմենակ ծախսում է, ինքը չի առաջանում ու իր ծախսելը մենակ B-ի առաջացումով է տեղի ունենում, հետևաբար մինուս K1 անգամ A, մինուս որովհետև ծախսում է։ Հաջորդը B-ի առաջացումն է, B-ի առաջացման արագությունը այն մի կողմից առաջանում է K1 անգամ A-ով, այդ մյուս կողմից է ծախսում է մինուս K2 B-ով։ Եվ C-ն մեր ոնց որ վերջնական պրոդուկտի առաջացման արագությունը հավասար է K2 անգամ B։ Հիմա օրինակ էլ հաջորդական ռեակցիաների քննարկենք,
Տեսեք, ստեղ եք դիմեթիլ եթերն է, ինքը էսթեր չի, որովհետև երկու սպիրտից է կազմված։ Երկու սպիրտի մեջ է առաջանում, երբ որ սպիրտ ու կարբոնաթթուի դրանք էսթերներն են, երբ որ երկու սպիրտ է, դրանք եթերներն են։ Առաջին փուլում առաջանում է ֆորմալդեհիդ ու մեթան, որից հետո ֆորմալդեհիդը քայքայվում է ու առաջանում է ջրածին ու CO։ Դրանք պիրոլիզի ռեակցիաներ են, այսինքն sense ուղղակի ես դիմեթիլ եթերը թողեմ ինքը ոչ բան չի լինի դիմեթիլ եթերի հետ, այսինքն իրանք բարձր ջերմաստիճաններում են, այս տրանսֆորմացիաները լինում։ Իսկ սա էթիլեն էպոքսիդն է, որը առաջին փուլում առաջանում է քասախալդեհիդ, որ հետագայում է վերածվում մեթանի ու էլի CO-ի։ Ինչ որ հարցեր կար հաջորդական ռեակցիաներից։ Եթե չկա, հաջորդ հարցից փոքրիկ խնդիրներ ա։ Եկեք այս խնդրի լուծման համար 5 րոպե, հենց ինչ որ տարբերակներ ունենաք, կարող եք չաթում գրել։ Լավ, եկեք շարունակենք քննարկել, դուք հետո այլի մենք հիմա քննարկենք լուծումը, բայց դուք հետո կարող եք էլի Google Drive-ում գտնել պրեզենտացիան ու ինքներդ էլի փորձեք լուծել խնդիրը։
Հիմա պատասխանը։ Գիտենք, արդեն մենք գիտենք, որ հաջորդական զուգահեռ ռեակցիաների դեպքում դեան սահմանությունը բաժանած դեան սահմանության հավասար է համապատասխան փուլի արագության հաստատումների հարաբերության, այսինքն մենք գիտենք այստեղից, որ ասում է իրանց արագությունների հարաբերությունը 10 է, այսինքն 10 անգամ ավելի մեծ է։ Հետեւաբար K-ն բաժանած K-ի հավասար է 10-ի։ Բայց մենք մյուս կողմից գիտենք, որ դեան սահմանություն գումարած դեան սահմանություն հավասար է 0.1-ի։ Կազմելով համակարգը, այսինքն առաջի տողը հենց առաջի տողն է, երկրորդ տողը երկրորդ տողը, լուծելով համակարգը ստանում ենք դեան սահմանությունը հավասար է մոտավոր 0.0909 մոլ լիտր, իսկ դեան սահմանությունը հավասար է 0.00909 մոլ լիտր։ Ինչ որ հարցեր կա սրա լուծման հետ կապված, եթե չկա, անցնենք հաջորդ հարցին։ Հիմա համապատասխանեց, այս մի հարցը արդեն հաջորդական ռեակցիաների համար է, ու պետք է համապատասխանեցնեք, տեսեք այս բեագնում B-ից C K1 K2 արագություններով համապատասխան 1, 2, 3-ը ABC-ին, այսինքն պետք է հասկանաք, որը որն է, ուստեղ եք արդեն տեսեք տարբերակը, երբ որ K2-ը հավասար է լինում K1-ի։ Այդտեղ գրած չի էլի, որն է մեծ, որը փոքր, դուք պետք է հասկանաք, որ դեպքում է, որ մեծ, որը փոքր, դες էլի մոտավոր 5 րոպեի ժամանակ, եթե ավելի շուտ ավարտեք, ավելի շուտ։ Լավ, եկեք արդեն քննարկենք, մի քիչ այստեղ պատասխանների բազմազանությունը շատ էր, ինչ որ իրար նման պատասխաններ կային, բայց տարբերակների քանակը շատ էր։ Հիմա եկեք հասկանանք, որը որն է ու ինչի է հենց այդ մեկը։ Եկեք սկսենք հենց ոչ թե A տարբերակից, եկեք սկսենք վերջի տարբերակից, C տարբերակից։ Օրինակ եկեք հասկանանք, օրինակ եթե սենց հավասար է նշանով մի բարդային օրինակ գնահատել, որն ավելի մեծ, որը փոքր, եկեք K2-ին օրինակ 5 արժեք տանք, K1-ը այդ դեպքում լինում է 2.5, այսինքն հասկանում ենք K1-ը ավելի փոքր արժեք ունի։ Ինչ է նշանակում, որ մեր մոտ լիմիտավորող է,
այս B առաջացումը։ Եթե այս B առաջացումն է մեր մոտ լիմիտավորող փուլը, հետևաբար նշանակում է ինչ արագություն ոնց որ B-ն արագ առաջանում է, չէ կներեք, B-ն դանդաղ առաջանում է ու շատ արագ ծախսում է։ Այսինքն մեր մոտ այս գրաֆիկներից մեր մոտ B max-ը ամենափոքրը պետք է լինի։ Իսկ ամենափոքրը հենց սի տարբերակն է։ Հիմա անցնենք հաջորդ տարբերակին, B տարբերակին, կամ մեկը հավասար է 2K, կա 2։ Հիմա էլի կան տեղադրում ենք 5 օրինակի համար, կարանք չտեղադրենք մեր համար, կարող միանգամից հասկանանք որը որն ավելի մեծ, որը ավելի փոքր։ Բայց եթե ինչ որ բարդություն լինի, այդ տարբերակով ավելի հեշտ է։ Լինում է կա 2-ը 5, կա մեկը 10, այսինքն տրամբանոն այստեղ կա 2-ը փոքր է լինում կա 1-ից, լիմիտավորող է լինում երկրորդ փուլը, այսինքն շատ մեծ արագությամբ առաջանում է B-ն ու շատ դանդաղ ծախսում է, այսինքն մենք ունենալու ենք մեծ B-ի կոնցենտրացիա, այսինքն մենք ունենալու ենք բավական բարձր B max, այս երեք տարբերակներից ամենամեծն է ինք ունենալու B max-ը։ Տեսեք, դա համապատասխանում է B տարբերակին, քանի որ ամենամեծ B max-ը հենց B տարբերակն ունի։ Ու վերջի տարբերակը, երբ որ կա մեկը հավասար կա 2-ին։ Տեսակ, չէ, այս երկուսը ծայրահեղ դեպքերն է, որ կա մեկը մեծ է, կա 2-ից, կա 2-ը փոքր է, կա 1-ից, իսկ սա հավասար տարբերակն է, այսինքն պետք է ինք ունենա այս A ու B, A ու B-ի տարբերակների միջանկյալ վիճակը։ Տեսեք, որ ինքը B-ից B max-ը ավելի փոքր է, բայց C-ի համեմատ իր B max-ը ավելի մեծ է։ Հիմա ավելի հասկանալի է, ընդհանուր խնդիր հասկացաք լուծումը։ Ու կա մեկը հավասար կա 2-ի դեպքն էլ հենց այս ձևի է մոտավոր եղնում, այս երկու դեպքերի միջանկյալ տարբերակը։ Եթե հարցեր կա, կարող ենք քննարկել, եթե չէ, շարունակենք ու ընդհանուր հասկանում ենք, այս սրանք ոնց որ ռեակցիաները ավելի բարդ մեխանիզմներ են, մենք ոնց որ ռեակցիայի որ ուղղակի փուլը չքննարկենք, հիմնականում ռեակցիաները ոնց որ ռեակցիաների մեխանիզմները այս երեք տարբեր ոնց որ իրանք կոչվում են բարդ ռեակցիաների մեխանիզմներ, բայց իրանք ոնց որ այն հիմքն է, որի հիման վրա կառուցվում է ռեակցիաների մեխանիզմները, այսինքն այս երեք տեսակ ռեակցիաների մեխանիզմների հիման վրա կառուցվում է արդեն ավելի բարդ ռեակցիաների մեխանիզմները։ Հիմա մենք եթե ցանկություն կա, կարող ենք ընդմիջում անել նոր ծեր մոտարկումները, կարող ենք շարունակել։ Դուք որոշեք ոնց եք ուզում ընդմիջումով անենք։ Ցանկություն կա, կարող ենք ընդմիջում անել, կարող ենք շարունակել։ Եկեք շարունակենք։ Լավ, քանի որ ոնց հասկանում եմ, դեմ մարդ չկա, շարունակենք։ Հիմա հասկանալի է, մենք առաջի կարգի, երկրորդ կարգի, երրորդ կարգի ռեակցիաները ուսումնասիրեցինք։ Մենք իրանց համար ստացանք բնաձևեր, որ ցանկացած պահի մենք կարող ենք հաշվել իրանց կոնցենտրացիան։ Այսինքն մեր ելանյութի կոնցենտրացիայի ու ժամանակի հետ կապված կախվածության ֆունկցիաները ստացանք։ Կան համապատասխան ֆունկցիաներ մեր համար այս օրինակ հաջորդական զուգահեռ դարձելի ռեակցիաների համար։ Կան էլի հավասարումներ, որոնք ավելի բարդ են, քան մեր մոտ ունեցած այդ տարբեր կարգերի հավասարումները, բայց իրանք կան։ Բայց ռեակցիաների մեխանիզմները իրականում ավելի բարդ են։ Օրինակ, տեսեք, ստեղ եք երկու տիպի մեխանիզմի միավորումը։ Ինքը դարձելի մեխանիզմ է ու հաջորդական, այսինքն այս հաջորդաբար առաջանում է B-ն, հաջորդաբար առաջանում է B-ն։ A-ն ու B-ն ինքը դարձելի է։ Պատկերացրեք ռեակցիայի մեխանիզմները կարող է մի 5 փուլ ունենան ու տարբեր ձևի, այնտեղ համ զուգահեռ փուլեր եղնեն, համ հաջորդական, իրանց համար ամեն նյութի համար
ժամանակից կախված արտահայտություն ստանալը շատ բարդ է լինում ու ընդհանուր էձևրակցիաները ուսումնասիրելը, իրանց արագության օրենքները հասկանալը շատ բարդ է։ Դրա համար կան մոտարկման մեթոդներ, որոնցից է քվազի-ստացիոնարը, երկու հիմնական մոտարկման ձև կա։ Քվազի-ստացիոնարը մեկը քվազի հավասարակշռային կամ նախահավասարակշռային տարբեր ձև են, տարբեր գրականություններում հանդիպում։ Հիմա քվազի-ստացիոնարը ինքը արագության օրենքը դուրս բերելու մեթոդ է, որը հիմնվում է այն ենթադրության վրա, որ ինչ արագությամբ միջանկյալ նյութ առաջանում է, հասկացանք, չէ, միջանկյալ նյութ, ոչ թե ակտիվ կոմպլեքս։ Ակտիվ կոմպլեքսը մեր լրակի գագաթներն է, այստեղ միջանկյալ նյութ, որը օրինակ այս մեխանիզմի դեպքում բեն է։ Ծախսում է նույն ինչ արագությամբ միջանկյալ նյութը առաջանում է, նույն արագությամբ ծախսում է, այսինքն ինչ արագությամբ մեր մոտ բեն առաջացավ, նույն արագությամբ մեր մոտ բեն ծախսվում է։ Ինքը մոտարկում է, որովհետև տրամաբանական է, որ անընդհատ չի էցև, ինքը ինչ-որ մի պահ է էցև լինում։ Ինչ-որ մի պահ է մեր մոտ բենը այն արագությամբ առաջանում, այն արագությամբ ծախսում, ինքը շատ իդեալական մոտարկում է, այսինքն ինքը իրականը չի, իրական առաքյան ավելի բարդ է ընթանում, ինքը ուղղակի մոտարկում է։ Ու տրամաբանորեն մենք կարողանանք անել այս մոտարկումը այն ժամանակ, երբ որ կա երկու գումարած K-1-ը ավելի մեծ արժեք ունեն, քան K1-ը։ Հիմա եկեք հասկանանք այս ինչի է հենց այստեղ K2 գումարած K-1 ավելի մեծ է լինում, քան K1-ը։ Դա նշանակում է, որ այս B մեր մոտ շատ դանդաղ է առաջանում։ Չէ, այսինքն եթե K1-ը շատ փոքր է, շատ արագ դանդաղ առաջանում, բայց միևնույն ժամանակ շատ մեծ արագությամբ մեր մոտ բեն ծախսում է։ Այսինքն մենք իրականում չենք ունենում B, ոնց որ պահի ժամանակում շատ դանդաղ առաջանում է, ինքը շատ մեծ արագությամբ հետ է գնում A կամ B։ Նշանակում է, որ մեր մոտ ժամանակի ընթացքում DB-TT-ն հավասար է լինում 0-ի, որովհետև ինքը շատ դանդաղ առաջանում է ու շատ մեծ արագությամբ ինքը 0-ի անում է։ Այսինքն մեր համար ոնց որ էձև վիզուալ ոնց որ B չառաջանում, դրա համար իր առաջացման արագությունը 0-ի է։ Հիմա գրենք DB-TT-ի համար կինետիկ օրենքը, արագության օրենքը։ Հիմա B-ն առաջանում է K1 անգամ A արագությամբ, բայց ինքը երկու ուղղությամբ է ծախսում է։ Այսինքն մի ուղղությամբ ինքը առաջացնում է A, մյուս ուղղությամբ առաջացնում է B։ Այսինքն երկու արագություններն է հանելու ենք, մինուս K-1 անգամ B, հանած K2 անգամ B։ Ու հասկացանք, որ երբ որ K2 գումարած K-1-ը շատ մեծ է K1-ից, մենք կարանք մոտարկենք, որ արագությունը DB-TT-ն հավասար է լինում 0-ի։ Հետևաբար կարող ենք կամ այս B պարունակող անդամները տեղափոխել հավասարման մյուս կողմը ու հավասարումը լուծել ըստ B-ի։ Հետևաբար մենք ունենում ենք B-ն հավասար է լինում K1 անգամ A բաժանած K-1 գումարած K2։ Հիմա մենք հետաքրքիր է ինչ արագությամբ է առաջանում պրոդուկտը։ Պրոդուկտը առաջանում է, երբ որ A-ից դառնում է B, որովհետև մեր մոտ պրոդուկտի առաջացման արագությունը DB-TT-ն հավասար է K2 անգամ B, որովհետև մենակ B-ից է առաջանում։ Ինքն B-ն ինչ արագությամբ ծախսվեց, այդ արագությամբ է n ուղղությամբ, որ P է առաջանում, ոչ թե ընդհանրապես n ծախսվի, այլ n ուղղությամբ, երբ որ P է առաջանում, այդ արագությանն է հավասար։ Այսինքն նեղնում է K2 անգամ B։ Հիմա B-ի կոնցենտրացիան ստացել ենք K1 անգամ A բաժանած K-1 գումարած K2, հետևաբար արագությունը հավասար է լինում K1 անգամ K2, որովհետև K2-ով նոր բազմապատկենք B-ի տեղը, այդտեղ մեր մոտ K2 անգամ B էր, այս K2-ն է հենց անգամ A բաժանած K-1 գումարած K2։ Քվազի-ստացիոնար մոտարկումը հենց այս էր, իրանից ենթադրում։ Ինչ որ քվազի-ստացիոնար մոտարկումից հարց կա։ Չկա, անցնենք հավասարակշռային մոտարկումին, ինքը տարբեր գրականություններում տարբեր տերմիններ հանդիպենք,
նաև հավասարակշռային են ասում, քվազի հավասարակշռային, նախահավասարակշռային ու էլի կախված է մեր մոտ նույն ռեակցիայի օրինակով տրված A-ից B-ն է առաջանում, B-ից ու դարձել է ռեակցիայով ու B-ից հետո P-ը։ Այս դեպքում մի քանի փուլերից է, որոնցից մեկը արագ է եւ հասնում է քիմիական հավասարակշռության շատ արագ, կարելի է օգտագործել հավասարակշռային մոտարկում, որպեսզի դուրս բերենք ընդհանուր կինետիկ հավասարումը։ Այս դեպքում տեսեք, կամ մեկն է ավելի մեծ, այն դեպքում կամ մեկը փոքր է։ Այս դեպքում կամ մեկը շատ մեծ է, քան K2-ը։ Դա ինչ է նշանակում, որ շատ մեծ արագությամբ մենք առաջացավ P, բայց հենց որ P-ն պետք է ծախսվի դեպի պրոդուկտ առաջանա, այս process-ը շատ դանդաղ է։ Կարելի է ասել մեր համար ռեակցիան ընդհանրապես սահմանափակվում է ոնց որ A-ից B փուլով։ Այսինքն մենք այդ մոտարկման ժամանակ արդեն կարողանում ենք անտեսել B-ից B փուլը, որովհետև ինքը շատ դանդաղ է։ Հետևաբար այս դեպքում կարող ենք գրել K հավասարակշռայինը հավասար է B-ն բաժանած A-ի, հավասար է K1-ը բաժանած K-1-ի։ Որովհետև գիտենք, եթե առանձին դիտարկում ենք A-ից B փուլը դարձելի ռեակցիաների համար, իր համար գոյություն ունի հավասարակշռության հաստատում, որը հենց հավասար է այս արտահայտությանը։ Այստեղից ստանում ենք B-ի արժեքը, B-ն հավասար է լինում K անգամ A։ Հիմա հիշում ենք, որ ռեակցիայի արագությունը հավասար է K2 անգամ B, որովհետև պրոդուկտի առաջացումը կախված է մենակ B-ից եւ B առաջացման փուլի արագությունից K2 անգամ B, որտեղ արդեն B-ն գիտենք հավասար է K անգամ A։ Տեղադրում ենք K2 անգամ K բաժանած A-ի։ Այս հիշենք K-ն է հավասար է լինում K-1-ի, հետևաբար արագությունը հավասար է լինում K1 անգամ K2 բաժանած K-1 A անգամ A։ Հիմա օրինակ ասենք որ նկատենք, նայենք այս տարբերը հավասարակշռային մոտարկումով արագության օրենքին ու նայենք արագության օրենքը քվազստացիոնար մոտարկման ժամանակ, տեսեք, երբ որ K2-ը ստեղ 0 է, 0-ի հավասարացնենք, երբ որ K2-ը հավասար է լինում 0-ի, մեր մոտ արտահայտությունը նույն արտահայտությունն է ստացվում։ Ու գալիս է հենց այս նույն պայմանը, երբ որ K2-ը շատ փոքր է K1-ից։ Ինքն երբ որ քվազստացիոնարում K2-ը հավասար է լինում 0-ի, ինքն չի առաջանում, որ հենց այս նույն պայմանն է, K1-ը շատ մեծ է K2-ից։ Մենք ունենում ենք հավասարակշռային մոտարկում, այսինքն քվազստացիոնար մոտարկումից էլ է հնարավոր ստանալ հավասարակշռային մոտարկում։ Այն պայմանով, երբ որ K2-ը շատ փոքր է, այսինքն 0-ի է։ Հարցեր կա այս երկու մոտարկումներից։ Ընդհանուր որպես ամփոփում մեր մոտ ռեակցիան է, եթե արագը առաջի փուլն է, մեր մոտ հավասարակշռային մոտարկում ենք անում։ Հասկանալի է, K1-ը շատ մեծ է K2-ից։ Երբ որ դանդաղ առաջի փուլն է, քվազի ստացիոնար մոտարկում ենք անում։ Իրականում չէ, ինքը երբեք 0 չի լինում։ Բայց օրինակ պատկերացրեք առաջի փուլում առաջանում է B-ն, օրինակ sense թվային օրինակով բերեմ 1000 մոլ լիտր վարկյան արագությամբ ու ծախսվում է 0.1 մոլ լիտր վարկյան արագությամբ, օրինակ արագությունների տարբերությունը 10000 անգամ է։ Պատկերացնեք 10000 անգամը ինչ դանդաղ է։ Դրա համար մենք կարանք տեսականորեն իրան անջատենք, որովհետև ինքը մեր համար շատ դանդաղ է։ Մեր համար մենք առաջինը նկատում ենք հավասարակշռությունը, իսկ պրոդուկտի առաջացումը ինքը շատ դանդաղ է տեղի ունենում։ Հիմնականում, որ երկու անգամ հավասարի նշանը դնում են, երկու անգամ հավասարի նշանը ամենափոքրը 100 անգամ տարբերության համար են դնում, այսինքն մենք չի 10 անգամի համար են երկու հատ հավասար դնում, հիմնականում 100 անգամ ու ավել։ Ինքն այս նշանակում է, որ կարա 1000 եղնի, կարա 10000 եղնի, կարա 1 միլիոն անգամ եղնի, բայց պարզ է, եթե 1 միլիոն անգամ եղնի, կարելի է B-ից C փուլը կարող է չնկատենք ընդհանրապես B-ից B փուլը։
Այդտեղ կարևորը մոտավոր 100 անգամ ամենակիչը տարբերություն գոնե լինի։ Եթե 100 անգամ չի, ինքը հաստատ ազդելու է փուլի վրա։ Բայց սրանք իրանք ընդհանուր մոտարկում են, այսինքն իրական պատկերը հենց իրանք չեն, իրական պատկերը ուրիշ է։ Սրանք զուտ մոտարկում են, որպեսզի կյանքը ավելի հեշտ լինի մեր համար։ Որովհետև ռեակցիաների մեխանիզմները ավելի բարդ են, կարող է հիմա տեսեք, ստեղ եք ընդամենը 3 փուլ է, A-ից B, B-ից A, B-ից P։ Դե պատկերացրեք, կարա ռեակցիան օրինակ 10-20 փուլ լինի։ 10-20 փուլի համար պատկերացնեք ինչ բարդ կլինի, եթե մենք ուզենանք ինչ-որ արագության ու հստակ օրենքներով իրան դուրս բերենք, այսինքն B-ի համար կոնցենտրացիա հաշվենք տվյալ ժամանակին ու տեղադրենք արագության օրենքի մեջ։ Մեր համար շատ բարդ կլիներ։ Դրա համար այս տարբերակով ինքը ոնց որ ինքը ընդունելի է այս մոտարկումները մեր համար։ Ու ընդհանուր այդ որպես գիտական կողմով ու օլիմպիադաներում ինքը հենց շատ հանդիպող թեմա է, մեր հենց հանրապետական օլիմպիադաների ժամանակ է շատ հանդիպած կլինեք, որ ասում են օգտագործելով կվազիտացիոնալ մոտարկումը դուրս բերեք այս ինչ ռեակցիայի արագության օրենքը։ Այսինքն ինքը հենց օլիմպիադաներում է որպես կինետիկայի խնդիրներում շատ արդիական հանդիպող թեմա է։ Տեղ ընդհանուր ամփոփումներ ռեակցիաների, որ դեպքում ինչ ենք օգտագործում։ Հիմա չկանենք։ Հիմա մի հատ օրինակի վրա էլի կվազիտացիոնալ մոտարկումը քննարկենք։ Այդտեղ պատկերված է Լինդեմանի մեխանիզմը ունիմոլեկուլային ռեակցիաների համար։ Ունիմոլեկուլայինը հասկանում ենք մի ատոմ։ Հիմա եթե ուղղակի մենք պատկերացնենք մի ատոմը, որ պետք է վերածվի պրոդուկտի, տրամաբանորեն մեր համար sense տարօրինակ է։ Ինչի պետք է հենց մի ատոմը որոշի, որ ինքը այսօրվանից պետք է ինքը դառնա ոնց որ ուրիշ պրոստը միայն մոլեկուլյար ռեակցիան ոնց որ մեր համար sense անհասկանալի է։ Դրա համար առաջին մեխանիզմներից Լինդեման եղել այն առաջին մարդկանցից, որ առաջարկել է ունիմոլեկուլային ռեակցիաների համար մեխանիզմ։ Տրամաբանական է, փակ անոթում եթե ունենք A նյութը կամ ինչ-որ ցանկացած նյութ ու լիքն են իրանք, իրար հետ բախվելու են։ Բայց փաստը ստացվում է, որ կարա բախման ընթացքում ինչ-որ էներգիայի փոխանցում լինի։ Այսինքն տեսեք առաջանում է ինչ-որ sense կարելի ասել ավելի sense շատ էներգիայով A գրգռված A է առաջանում, որը հետագայում կարա նաև էլի բախումով ուղղակի վերադառնա դեպի սովորական վիճակ։ Բայց նաև հնարավոր է, որ A-ն առաջանա պրոդուկտ, այսինքն բախման շնորհիվ մեր մոտ առաջանում է A աստղանիշ, որը ինչ-որ ավելի բարձր էներգիա ունի, քան սովորական A-ն։ Ու համապատասխան այդ բարձր էներգետիկան արդեն վերածում պրոդուկտի։ Հիմա այսինքն կարելի ասել ինքը շատ նման է հենց այս մեր մեխանիզմին, որ դարձելի կերպով առաջանում է B, հետո B-ից էլի կարա A առաջանա, բայց մենք կարա նաև պրոդուկտ։ Մի փոքր ավելի մեծ բարդ է։ Հիմա առաջինը որպեսի կվազիտացիոնալով դուրս բերենք, գրում ենք ռեակցիայի արագության օրենք։ Դե պրոդուկտը դեպեն հավասար է K2 անգամ H3։ Այս գիտենք, սա H3 աստղանիշը միջանկյալ միացյալ է։ Մենք չենք կարա ոնց որ իր արագություն կոնցենտրացիան հաշվենք։ Բայց մենք կարանք հաշվենք ելանյութերի կոնցենտրացիան տարբեր ժամանակի պահին ու մենք հիմնական որ ռեակցիան նոր պետք է միացնենք, մենք գիտենք ելանյութերը, մենք չգիտենք միջանկյալները ինչ կոնցենտրացիա են լինում։ Հետևաբար մենք պետք է հասկանանք միջանկյալը ինչ արագությամբ է առաջանում։ Դե աստղանիշը դետեն հավասար է 0, այսինքն մենք ընդունենք ինչ արագությամբ առաջացել է, այդ արագությամբ է ծախսվել է։ Հետևաբար հավասար է K1 անգամ A քառակուսի, հանած K-1 անգամ A աստղանիշ, հանած K2 A աստղանիշ։ Ինչ արագությամբ առաջացել է, ու այն արագությամբ ծախսվել է։ Հիմա անհայտները, որտեղ աստղանիշ կա մի կողմ ենք հավաքում հավասարմանը, սորական այրովները մի կողմ, ու ըստ աստղանիշի լուծում ենք։ Ստանում ենք աստղանիշ հավասար է K1 անգամ A քառակուսի բաժանած K2 գումարած K-1 A։
Ստանիշը տեղադրելով դե product data-ի մեջ, ստանում ենք հետևյալ արտահայտություն։ Ու ստեղեք արդեն տեսեք, որ ռեակցիայի արագությունից ինքը սենց բանի նման չի, էլի, ես սրա նման ուղղակի կախված չի, այսինքն ուղիղ համատական չի մենակ։ Ավելի բարդ է, այսինքն համ հայտարարի կոտորակի համարիչում ակոնցենտրացիան ենք, համ հայտարարում։ Հիմա ստեղ եք երկու դեպք կա։ Երբ որ էքսպերիմենտը կատարում ենք, երբ որ կա -1 ան շատ մեծ է լինում K2-ից, կա -1 ան շատ մեծ է լինում K2-ից։ Հետևաբար K2-ը կարող ենք ընդունել մոտավոր 0, որովհետև ինքը մեր համար նշանակություն էլ չի ունենում։ Ու դե product data-ն հավասար է լինում K1 անգամ K2 բաժանց K-1-ի, հավասարը A։ Ու անգամ A, այսինքն այս պայմանի դեպքում մեր մոտ ռեակցիան առաջի կարգ է լինում։ Ու դեպե դետեն հավասար է, երբ որ K2-ն է շատ մեծ լինում K-1 A-ից, դեպե դետեն հավասար է լինում K1 A քառակուսի, այսինքն երկրորդ կարգի ռեակցիա։ Հիմա հարց, որն է ճիշտը ստեղից եղնում, որ տարբերակը մենք պրոստը ուղղակի տեսությամբ չենք կարող ընտրել։ Մենք կատարում ենք էքսպերիմենտ, ինքը ռեակցիա է, այսինքն մեխանիզմը ուրիշ է։ Ռեակցիայի էքսպերիմենտալ ոչինչ ռեակցիայի կարգը ստացանք օրինակ ռեակցիայի կարգը ստացանք երկրորդ կարգ։ Եթե ռեակցիայի կարգը ստացանք երկրորդ կարգ, հետևաբար մեր մոտ հաստատվում է այս մի տարբերակը, որ մեր մոտ K2-ը շատ մեծ է K-1 A-ից։ Ու մեր արագության օրենքը ունի հետևյալ տեսքը. K1 անգամ A քառակուսի։ Բայց եթե էքսպերիմենտ արի, ստացանք ու առաջի կարգ, հետևաբար դեպե դետեն հավասար է եղնում K1 անգամ K2, K-1 անգամ ինքը զուտ էքսպերիմենտը։ Իսկ եթե խնդիր ենք լուծում, արդեն խնդրի պայմաններից կարճ կլինի, որ տարբերակն է մեզ պետք։ Խնդիրը ինքը արդեն այնտեղ խնդիր լուծելուց հուշում է, որ տարբերակն է մեզ պետք լինելու։ Հիմա շղթայական ռեակցիաներից մի փոքր խոսացել ենք, տեսեք իրանք դոմինոյի նման են օրինակը բերում, որովհետև երբ որ մի հատ ինիցիացիա է տեղի ունենում, ինքը արդեն շղթայական իրար հետևից գնում է շղթայի նման։ Տեսեք հետո իրան կանգնացնել էլ չի լինում, որովհետև ինքը անդադ գնում է։ Այստեղ չենք ստանալու մենք արտահայտությունը DH բրոմ դետեի համար, բայց իր համար արտահայտությունը ալֆա H2 բրոմ 2 1 երկրորդ բաժանած 1 պլյուս բետա H բրոմը բաժանած բրոմ 2։ Տեսեք ինչ բարդ արագության օրենք է։ Ու էքսպերիմենտալ ինքը հաստատվել է, որ հենց այս տարբերակը ինքը ճիշտ է։ Այսինքն մեր արագությունը իրոք է այս տարբերակը։ Ու մեխանիզմը, զուտ մեխանիզմը քննարկենք, ինիցիացիան է, առաջի փուլը, երբ որ առաջանում է, հետո շղթայի շարունակման փուլն է, որ ինքը որ ընդհանրացնում, այսինքն տեսեք առաջացած բրոմ ռադիկալը ջրածինն է կպնում, առաջացած ջրածին, հետո առաջացած ջրածինն է բրոմ 2-ին միանում ու այսպես շարունակ։ Վերջում տերմինացիայի փուլը, որ երկու հատ ռադիկալ կպուսեն իրար են կպնում ու առաջանում է չեզոք մոլեկուլ, այսինքն այսպես ավարտվում է ռեակցիան։ Դուք եթե ցանկություն ունեք, կարող եք ինքներդ դուրս բերել այս հավասարումը։ Այս հավասարման համար ուղղակի պետքա գրեք օրինակ DH բրոմը ինչ եւ որ դեպքերում է առաջանում է առաջի, այսինքն եթե համարենք 1 2 3 4 5, առաջանում է երկրորդ փուլում, երրորդ փուլում ու ծախսում է չորրորդ փուլում։ Հասկացանք, երկու փուլում առաջանում է, մի փուլում ծախսում է։ Ու տեսեք ունենում եք միջանկյալ միացյուններ ջրածնի ռադիկալ ու բրոմի ռադիկալ, համապատասխան բրոմի համար է գրելու արագության օրենք, ինչ արագությամբ բրոմ ռադիկալ առաջանում, ինչ արագությամբ ջրածին ռադիկալ առաջանում ու արտահայտելով ելանյութերի կոնցենտրացիայից, ելանյութեր, այսինքն մեր մոտ H2-ն է, բրոմ 2-ն է, մենք ստանում ենք հետևյալ արտահայտությունը, կատարելով մաթեմատիկական ձևափոխություն։ Այդտեղ ինքը ուղղակի խճճված մաթեմատիկա է, պետքա
նստեք հանգիստ կենտրոնացված աշխատեք, բայց խորտ կամ ինքներդ փորձեք։ Եթե ինչ-որ հարցեր եղնի, կարող ենք քննարկել, կարող ենք նաև ինտերնետից օգտվել, որովհետև ինտերնետում է հենց ստացման ձևերը, ու տեսեք, այստեղ հետաքրքիր մի բան է, որ մեր մոտ ռեակցիայի արագությունը կարող է կապված լինի նաև վերջանյութի կոնցենտրացիայից հետ։ Բայց տեսեք, այստեղ վերջանյութի կոնցենտրացիայից հակադարձ համեմատական կերպով է։ Ինքը եթե շատ մեծ վերջանյութ ենք ունենում, մեր ռեակցիայի արագությունը դանդաղ, կարելի ասել դանդաղ։ Եթե շատ մեծ է վերջանյութի կոնցենտրացիան, բայց վերջանյութի կոնցենտրացիայից էլ մենք ունենք կախվածություն։ Տեսեք, ալֆան ու բետան իրանք հաստատուն թվեր են, որոնք հավասար են կամ մի K2-ի, K3-ի, K4-ի, K5-ի ինչ-որ արտահայտությանը։ Հիմա անկեղծ ասած ես չեմ հիշում, հիմա ոչ մեկի անկիրք չի հիշում, երբ որ դուք ստանաք այս հավասարումը, դուք ստանալու եք ինչ-որ K1, K2, K3, K4, K5։ Երբ որ այդ համարիչի K-ը միտեղ վերցնեք, ոնց որ անունը դնեք ալֆա, կգրեք տեղը ալֆա, հետո այս հաշբրոմի առաջի K-երը կօգտագործեք, իրար հետ կգրեք բետա։ Դրանք ուղղակի, որպեսզի պատկերացնեք 5 հատ արագության հաստատուն ունենք։ Եթե կամ մեկ անգամ K2, K3, այդտեղ կարող է տարբեր աստիճաններով եղնի, օրինակ արմատ K լինի, պատկերացնեք, չէ՞ ինչքան մեծ արտահայտություն կլիներ։ Ուղղակի մեր հեշտացնելու համար այստեղ կրճատել են, գրել են ալֆա բետա։ Այս ալֆա բետաները հավասար են ինչ-որ K-երով արտահայտությունների։ Ու որ դուք դուրս բերեք, արդեն կհասկանաք ալֆան ու բետան ինչ են հավասար։ Բայց իրանց անկիր իմանալ պետք չի ուղղակի։ Իմաստ չունի։ Եթե կարող ենք ուղղակի հավասարումից ոնց որ դուրս բերել ու հասկանալ ալֆան ու բետան ինչ են հավասար։ Էլի հարցեր կան։ Իսկ խնդիրների դեպքում, հենց օլիմպիադայի խնդրի դեպքում, կախված է խնդիրը ինչ ձևակերպված լինի։ Կարող է խնդիրը ալֆան ու բետան տա։ Կարա ինքը խնդիրը ալֆա բետա նշանակած չլինի, կարող է հենց եղեք K-երով էլ արտահայտությունը ձեզ տրվի, օրինակ խնդրեմ։ Ոչ թե ասի սենց ալֆա բետա, այլ ամբողջ արտահայտությունը K-երով գրված լինի։ Կարա մյուս տարբերակը լինի, օրինակ, չգիտեմ, կան օրինակ հնարավոր է միջազգային օլիմպիադայի գենետիկայի խնդրեմ դուք դուրս բերեք այս հավասարումը։ Այսինքն միջազգային օլիմպիադայի գենետիկ մեխանիզմները իրանք բավականին բարդ են։ Այսինքն իրանք միջազգային օլիմպիադայի ժամանակ Լինդեմանի մեխանիզմի նման չի։ Իրանք ավելի բարդ են, օրինակ շերտական ռեակցիաների տիպի կամ մի քիչ ավելի իրանց նրբություններով։ Բայց ընդհանուր բոլոր ռեակցիաների մեխանիզմները իրանք նույն ձևի են, այսինքն արագության օրենքը դուրս բերելը էլի նույն տրամաբանության մեջ է որոշ մեխանիզմների համար։ Այսինքն իր հաջորդ քայլերի հաջորդականությունը գրում ենք պրոդուկտի առաջացման արագության օրենքը, հասկանում ենք մեզ համար խնդիրը իր պրոդուկտի առաջացման արագությունը արտահայտենք ելանյութերի առաջացման ելանյութերի կոնցենտրացիա, որովհետև մենք ելանյութերի կոնցենտրացիան գիտենք։ Իսկ ելանյութերի կոնցենտրացիաներով եթե ունենք միջանկյալ միացություններ, այդ միջանկյալ միացություններն է պետք է արտահայտենք ելանյութերի կոնցենտրացիայով։ Իսկ դրա համար պետք է գրենք ամեն միջանկյալ միացյան համար առանձին իր արագության օրենքը։ Ամեն միջանկյալ միացյան համար գրենք իր առանձին արագության օրենքը ու արտահայտենք համապատասխան ելանյութերով։ Ալգորիթմը հիմնական էս է։ Հարցեր կա շղթայական այս ռեակցիաներից։ Իմ խորհուրդը ձեզ փորձեք ինքնուրույն գրել։ Հետագայում եթե տեսնեք ինչ-որ դժվարություն է կարակ հարցը տաք, կարող եք ինտերնետում եմ անցալ, հաստատ այս կոնկրետ հենց այս ինքը շատ գրքային ռեակցիա է ու հենց իր դուրս բերման մեխանիզմը կա ինտերնետում։ Ուղղակի անհրաժեշտ է գտնել։
Եթե չկանոնակե կարանք հետագայում հաջորդ դասին քննարկել կամ եթե ինչ-որ հարց լինի, չաթով կարող եք հարցնել։ Լավ, եթե հիմա հարց չկա, անցնենք առաջ։ Արդեն այս ռեակցիանա պետքա ընտրեք ճիշտ տարբերակը։ Մոտավոր 2 րոպե ձեզ ժամանակ մտածելու համար ինչ որ տարբերակներ ունեք, կարող եք չաթում գրել։ Լավ, եկեք քննարկենք տարբերակը ան է։ Հիմա տեսեք, մեխանիզմը ինչ ասում, կա երկուսը շատ փոքր է, քան կա մեկը եւ կա մինուս մեկը։ Դա նշանակում է, այսինքն անգիր պետք չի անել, պետք է հասկանալ։ Այս B-ն արագ առաջանում է, B-ից A արագ հետ է գնում։ Բայց base B-ն շատ դանդաղ է, կարելի է ասել իրան կարելի է առանձնացնել որպես առանձին ռեակցիա։ Ինքը մեր համար շատ դանդաղ է ու իրան մեր համար sense իմաստ չունի իրան առանձին ոնց որ դիտարկել։ Եթե առանձին իրան չենք դի, ոնց որ իրան առանձնացնում ենք մեր հավասարչությունից։ Մենք կարելի է ասել ունենում ենք I-ը B փուլ մենակ այս դեպքում, որովհետեւ ինքը արագ առաջանում է ու արագ է ծախսում է։ Ինքն մենք եթե օրինակ պետքա base P փուլը տևեր օրինակ եկեք մի ժամ, բայց այս B փուլը տևում է մի րոպե, տրամաբանորեն մենք I ու B կոնցենտրացիաները ինչ որ ժամանակի իրանք բավական ստաբիլ են լինելու։ Դրա համար մենք կարանք, այսինքն եթե իրանք ստաբիլ են լինելու, իրանք օգտագործել հավասարակշռային մոտարկում, որովհետև իրանք հավասարակշռության մեջ են գտնվելու։ Երբ առաջին փուլը շատ արագ է եւ հավասարակշռություն է հասնում, կարելի է կիրառել հավասարակշռային մոտարկում։ Ընդհանուր հասկանալի է, ինչի ենք այս օգտագործում, ոչ թե քվաստացիոնար կամ մենյուս տարբերակները։ Որովհետև base B-ն շատ դանդաղ է, ինքը պատասխանեք մի ժամ է, նա մի րոպե է տեղի ունենում հավասարակշռությունը։ Ոնց որ կարելի է հավասարակշռությունը իրան առանձին դիտարկել։ Base B առաջացման արագությունից անկախ։ Եթե չկա հարցեր, անցնենք առաջ հաջորդ հարցին։ Օգտագործելով ստացիոնար մոտարկումը դուրս բերեք։ Դա 1 րոպե։ Այս վերջի խնդիրն է։ Օգտագործելով ստացիոնար մոտարկումը դուրս բերեք արագության օրենքը հետևյալ մեխանիզմի համար։ Այդտեղ չաթում կարիք չկա գրել, որովհետև ինքը կա բավական բարդ լինի, շատ մեծ արտահայտություն չի, բայց
արտահայտությունն է բավական, դուք ինքներդ ձեր համար փորձեք 5 րոպեմ գրեք, հետո ինքնուրույն կհամատեք լուծումը ձեր գրածի հետ։ Հիմա տեսեք ժամանակի ընթացքում ցույց է տալի, որ մեր ինտերմեդիատը, այսինքն ին ժամանակի ընթացքում մեծանում է, ինչ որ ժամանակ ինքս հաստատուն է մնում, հետո ժամանակի ընթացքում նվազում է։ Քվազի ստացիոնար մոտարկումը ճիշտ է միայն այս ստաբիլ վիճակի համար։ Մնացած դեպքերում ինքը սխալ է իրականում։ Եթե այսենց կոպիտ դիտարկենք, բայց ինքը մեր համար բավարար է այդ մոտարկումը անելու համար։ Ինքն մեր խնդիրների դեպքում ինքը բավարար է։ Եկեք քննարկենք, ով որ չի հասցրել, ինքը կփորձի հետագայում տան անել։ Հիմա հասկացանք A-ի առաջամք ամեկ արագությամբ, T-ից B առաջամք երկու արագությամբ։ Այսինքն այս դեպքում մենք ունենք հաջորդական ռեակցիա։ Հաջորդական ռեակցիայի համար գրում ենք ինտերմեդիատի արագությունը։ Հիմա բերեք մի քիչ քայլերը ես փոխեմ։ Արագությունը հավասար, մեզ պետք է արագությունը գտնել, արագությունը դեպք է դետելը։ Հավասար է K2 անգամ I, չէ՞, որովհետև մենակ I-ից է պրոդուկտ առաջանում։ Հիմա բայց մենք I կոնցենտրացիան չունենք ժամանակի ընթացքում։ Մենք պետք է գտնել I կոնցենտրացիան։ I կոնցենտրացիան գտնելու համար պետք է հասկանանք ինչ արագությամբ է I-ն առաջանում, ինչ արագությամբ է ինքը ծախսում։ D-ի դետեն հավասար է K1 անգամ A հանած K2 I հանած անգամ I հավասար է 0։ I-ն հավասար է եղնում K1 անգամ A բաժանած K2-ի։ I-ն արտահայտենք K-յուրի, ելանքի կոնցենտրացիա, որը մեր համար հայտնի է։ Ու տեղադրում ենք արագության օրենքի մեջ։ Ստանում ենք V-ն հավասար է K2 անգամ K1 A բաժանած K2 հավասար է K2-ները կրճատվում են, ստանում ենք K1 անգամ A։ Այսինքն ստացվում է, որ պրոդուկտի առաջացման արագությունը, եթե այս մոտարկումն ենք անում, հավասար է K1 անգամ A։ Ու ինքը բավական հեշտ կիրառվող է։ Իրականում այս հաջորդական ռեակցիաների համար մենք կարող ենք ոնց որ տանք իրական լուծում, բայց ֆաստացիոնար տարբերակներ աշխատում, այսինքն իրականում մենք կարող ենք ցանկացած պահի հաշվել I կոնցենտրացիա։ Իր համար լուծել այդ հավասարումը ավելի հնարավոր է։ Բայց հնարավոր է նաև քվազստացիոնար տարբերակը։ Պարզ ռեակցիա է, էլի։ Դե հարցեր կա։ Հաջորդը ժամը 6-ին է սկսելու, հինգշաբթի օրը քննարկելու ենք ֆերմենտատիվ կինետիկան, դա կլինի մեր վերջին տեսական պարապմունքը,
Դրանից հետո մի հատ ընդհանուր ամփոփում ու գործնական պարապմունք կունենանք ու այսքանով կավարտենք կինետիկան։ Եթե հարցեր չկան, շնորհակալություն, մինչ մյուս հանդիպում։ Հաջողություն։ Հաջողություն։